Շիդակ որ սիրուներ էլի շիդակ, իսկական սիրուներ, սրանք կարել էր գարդիրոպի կլխին նստասնել, մենակ մտիկ անել, շատ կուկլա էր, շատ։ Սիրուն չլիներ Բենիկին այդպես խելքահան չէր անի գժվել Սարու չոլ էր ընկել խեղճ Բենիկը, ասում էր կա իր 15-ամյա գեղեցկուհինը չկա էլի ինքնա, 1000 ու մի միջոց էր ման գալիս գեղեցկուհունի սիրո մասին իմաց տալու նպատակով, իսկ համոզելու համար այնպիսի սուտուղոր տարեց, որ սիրելի գլուխը դրանից պտտվեց։ Դե ինչ է գրել է սարեր խոստանեի, արբանյակնի վերբերեի։ Վտին կլխին մերնիմ, ծավատանի, սել պուչը ռեխեր խապելուն ինչ կար։ Այսպես սարեր էր խոստանում սիրային նամակներում, Բենիկն ու պոկ չէր գալիս 15-ամյա գեղեցկուհուց, նա աղբյուր Բենիկը ետևից, նա բարեկամների տուն Բենիկը ետևից, կինո Բենիկը ետևի շարքում, նա հարսանիք, Բենիկը ականջ հարսանքավոր, թաղի երեխաներն էլ իր փոստատարները։ Մչանամակնի կրեսկի ակադեմիկ ոստեն կամպանչ չեր ուզում ինքը։ Տանսիկել, սաղ կեղնել գրգայի խնամ խոսք կնեին ասեն չէ ամոթա, ծերը սրտիցս կպելա։ Տրնից դուրս էին անում երթիկով էր տուն ընկնում ու ենքան արեց վերջն իր ուզածին հասավ։ Են ամոնել տեանք, կամաց, սանիքել էլանք սիրուն շորեն էլ հակցուինք ավելի կեղեցկուի տարավ։ 15 տարի առաջ խափել ստացվեց, հիմա տատն էլ սիրուն բարերին չի խափնվում ու իրեն համբուրելու Բենիկի ջանքերը իզուր են անցնում։ Պաչը մելք թողան մաս մատը երեսս փչացնում ես։ Մտամ տեմ զուլում երեսուն ինձ էլ տնաս։ Էնպես չի թե Բենիկն էլ կորած տղա էր, ապա նայեք իսկը տեղական Ալեն Դելոն, գեղեցիկ, թուխ ու գանգուր մազերով, թիկնեղ, գյուղի աղջիկները խելքահան էին լինում Բենիկի համար, բայց նրա սիրտը դեռ պատանեկան տարիներից զբաղված էր։ Որ ասում եմ չեն հավատում, սաղ կեղեկես ինձ ուզեր էլի, դե տեսիշ տավր ենքել երկուսս էլ իրար հետ։ Բաշտա կուկուլա էլի Վարդուշը։ Պադու։ Դե ես էլ ընդի եմ էլի։ Դե մի ճիշտար կողտա տղա եմ էլ, դե եմ էլ որ մաշվել եք, պռավում ենք։ Ես հեչ բա որ Վարդուշից տեսնեի շարունակում է պապը, աշխարհը ոտքի տակ է տվել Բենիկը էլի գեղեցկուհիներ գտել հավանել, բայց սիրտը մտել է միայն Վարդուշը։ Ամեն տեղ գնացել եմ, ամեն բան էլ իմ գլխով պտտվել է, բայց ցենտրը մի հատ Վարդուշ եմ հիշել։ Ցենտրում նայել է։ Հա, իմ ընտանիքի տերն է, իմ երեխան մերն է, իմ օջաղի հիմքն է, այն որ ասում ենք օջաղ, իմ երեխան ծարև օջաղը պետք է մարդ հասկանա կնիկն է։ Օջաղի տերը կնիկն է, դուզա տղամարդ շատ մապերում տանամ, շանակություն չնի, ցենտրը հիմքը կնիկն է օջաղը մնստացավ տան։ Ջահել տարիներին Բենիկը խոպանչի էր, դե մեղքն ինչ թաքցնի, Սլավոն գեղեցկուհին էր, շեկ մազեր, հարթ ու սպիտակ մարմին, Բենիկը մեկ ճիշտ ուղուց շեղվում էր, բայց նրանք էլ առիթից օգտվում ու հանգիստ չէին տալիս, նամակի ետևից գյուղ էին ուղարկում, բայց Բենիկն անդրդվելի էր։ Սա էլ է շատ բան եմ ասել, նամակ են գրել, խարդակ ձևովին վրա, քուտունը բրեխարին ձուզ է, Ինչ տային ասել խույնձանից փող չուզեին, ուրելուզ մա պտտվեմ, սա իմ սրտից կպացամ, նրանք ով են, փախչկան ռուսնի մնչին է պետքը, իմ պային սայա, որ միչև վերջը, միչև մերն իրնել է երար կպած ապրում ենք, հին ժամանակվա տերտերնին ասել են, որ ամուստանը մեկ, երար տերեք միչև վերջը, թե որ կմահանան նա ուրիշ բանա, հմի ծավտ էլ տանիմ, Ինչ ասեմ, գույրեք հատուն է, սաղ կեղն ինձ ուզեին, ինչ չունեի, ունեի, բայց թե զորի չելի, պետք է քո ғսմատել է։ Տատի մասին խոսելիս հիմա էլ պապի աչքերը փայլում են 65 տարվա ընթացքում ընտանեկան Գրանց Համատյանը լցվել է 1001 տեսակ իրադարձությունների մասին գրառումներով, 1001 վեճ ու կռվով են անցել, բայց մնացել անբաժան։ Ժամանակի հետ իհարկե երկուսն էլ փոխվել են, առաջվա աղունիկները չեն, բայց հաջողացրել են սերն ու հարգանքը պահել ու հասցնել կյանքի մայրամուտ։ 70-80 տեր դժվեր չես էլի։ 70 տարեկան է։ Հա, կենքը որ անցակեն եմ, քարը որ են լերները ժամանակի ընթացքում քամին, անձրևությունը եւ այլ բաները լերների գլուխը մաշմեն 10 մետրը 9 մետրն է դառնում։
Հիմա մենք էլ մարդիկ ենք էլի ծնունդ ենք, իսանից ծնունդ ենք։ Մաշվում են, մտածելակերպը վատալում, ապրելակերպը վատալում, մին ուրախանում են, մին ծիծաղում են։ Բոլոր դեպքերը կյանքը կամաս մաշվում է։ Սարերի գագաթները մաշվում են, մարդու մարմինն էլ է մաշվում, բայց ծերամուսիների հոգիները դեռ ջահել են ու թռչում են անհուն նպատակներ, երազանքներ։ Մաշվող կյանքի մասին զրույցներ տատն ու պապը հաճախ են ունենում ու ավելի հաճախ քննարկում ամուսնանալու գործն ուշացնող ջահելներին ու օրինակ բերում իր սիրելի բժշկուն, որպեսզի երեսին աղջիկ է, բայց այդպես էլ չի ամուսնանում։ Կոթի մի բժշկուհի ունեինք, հիմի տարիքն ասկացած կնիկ չաղջիկա տերելի, ասում եմ բժշկուհի ջան, բա քո արհեստը, քո աշխատանքը այդքան լավ գործ ունես, այդքան հարգանք պատիվ լավ բժիշկ է։ Խիչ ես ամուսնանում, ասում եմ ես սրանց գլուխով կաղեմ, ուզում են որ կնա։ Հիմա 35 տարեկան աղջկար կանտանը մարդի չեն կնեմ։ Դունել։ Ես այր գույրեք թորն ունիմ, պրավել են տան նապայ շատլի, ուն չկա, ինչ են մտածում տրանք, ես 24 տարեկան ամուսնացել եմ Փարքաստու, իմ երեխեք ինձ հետ հավասար մեծանում են, բոլորի կլխի մազն է սիպտակալ, ոնձոր իմ հնգերտ ինքնալին, ուշ ամուսնանում են, շուտ մերնեմ երեխեն եթիմ ամանում, պետք է շուտ ամուսնանաս, որ քո երեխեն քո հետևիցը համահավասար հետևելով կա, դա սղալ բանա, հեռախոս միջին ինչ ասես ցույց են տալի, զրիցանող են կալի հեռախոս տրոտ մեկան, մարա ինչ հետ զրիցարա, ինչ ունիս դուտի, սան գիտեն հեռախոսն ինչ վար կա 100%-ով է, նա 60% խապում են, 60% ծուտ բաներ են կրում, թույլ կլխներին խապում էլի։ Ես ինչ նոր մոդա մտավ առավոտից իրիկուն հեռախոսից դուրս չեն գալիս, ոչինչ չեն անում, ասում են մինչև չկայանանք ամուսնացող չենք։ Այ ոչ լիք դուք թախտին թոլելած կայանալու եք, երեսը վեր է բերում Վարդուշը։ Կայանալ մի ասա, որ հեռախոսում ամեն զզվելի բան տեսնում են իրենց էլ է սպառնում ու ամուսնանալու ցանկություն չեն ունենում։ Բենիկն ու Վարդուշն ապրում են հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 2 կիլոմետր հեռավորության վրա։ Ադրբեջանի մեջ սեպի մեջ մխրճված բարեկամավանից հեռացել է միայն պապը, այն էլ աշխատելու խոպան գնալու նպատակով, բայց հայրենի եզերքից երբեք չի կտրվել, մինչև ուղն ու ծուծը սիրահարված այս հող ու ջրին։ Այս գյուղը այսպես ոնչ Փարիզնա, ոնչ Լոնդոննա, ոնչ եսինգդեմ են մեծ քաղաքներն են փոքրիկ գյուղը, փոքրիչի մեր գյուղը երնակ դուք պատմությունը գիտենաք Հայաստանի։ Ես գիտեմ, որ կներես էլ, դու էլ չգիտես։ Այնտեղն էլ չգիտե, սա էլ չգիտե։ Քարտեզը վրա ինչքան անկյուն կա, ես մազեմուտը չլրիվ գիտեմ, աշխարհով մին գիրք եմ կարդամ։ 30 100 հատ 200 հատ գիրք ունիմ տանը։ Այն մեր մոլորակի վրա առաջ ասում են թե բնակչությունն առաջ անգամը որտե է աշխարհեկել, ասում են միջագետկը Տիգրիզ Եփրատ գետերն են Թուրքիա, որ այն ժամանակ Եփրատը մերներ։ Ուրեմն հաշվում են եթե բնակչությունը ցերքին ընդի առաջացել, ուրեմն մենք ենք ընդի առաջացել, մեր ազգն առաջ անգամ մոլորակի վրա աշխարհեկել որպես իսանուտին։ Հիմա ցավոտել տանիմ Այնքան տարածք ունենք, տեսե որդե եկելա հասել ալավերդու չալերի քարերի վրկն ենք հասել։ Ստելա քարեր հախպատնու ալավերդին, ես մեր կեղիպես գիտեմ էլի, մեր կենքը տեսեկել ենք, որդի ենք բնակություն հաստատել։ Մեր ենքան հողնել տարա, մեր ենքան գետերնել, մեր ենքան ծովեր, լիճարն ամենը ինչը լրիվ տարան մեզան է, եկել ենք հասել ստի։ 88 տարեկան է Բենիկ պապը գյուղի ղոչաղը, որ նմանը չուներ։ Գյուղում 3 տուն է կառուցել, երրորդը ռեկորդային կարճ ժամկետում 27 օրում։ Երեխա է ինչքան է ղոչաղ։ Ես հավատում չեմ, եթե մեր տարածքը ինձպես ղոչաղ տղայելացել, չեմ հավատում ջանի Սարևը։ Ես ծևի տներ էր, որ Սարքեցի, էտա դպրոցի հետ փոլվեց գնաց։ Նորից եկաստի այսքանը սարքեցի։ Չեմ իմ մատներովն է, պատողնել եմ, սվաղողնել եմ, մեխողնել եմ, ամեն բանն իմ ձեռովն եմ անցկացրել։
Իմ մերն ինձ ասեր բալաջան ասեր դու երկու սրտանի ես այ ես 27 օրը հավաքեցի իմ երեխաս ուրիշ տեղից եկանք մեր տուն մտանք ղոչաղ ենք ելել ապրել ենք էլի 4 երեխա ունեն ամուսինները 3 տղա 1 աղջիկ բոլորն էլ ապրում են գյուղից դուրս հենց 3 են արտերկրում ապրող տղային ճանապարհել ամուսինները որ ամեն տարի պարտադիր գալիս է տեսակցության ու ինչպես իրենք են ասում բոլորն էլ իրեն ծնողներին պահում են աչքի լույսի պես Համինոր տղես է խոսել Պապայի բացի տակ իմ բան եմ դրել նա միշտ հենց անմայ Հա թակուն բերմապա համստենդի կողը նոր զանգել մենք երանից կարաչենք վիկալնոք Ես պոպոքի պես հա կպահենք փողա տնամ կնեմ հերվից ասում դեր ինչ անես Ես 15 օր աստիա մեզ մար ինչ ասեմ ցավտ տանեմ Միշև մեզ մի տարվա համար ծախսում ես մարտանը մապերեմ վերածում տան մապերեմ վերածում իրա ցավտան մինք շատ լավ ապրեմ Շատ լավ ապրեմ կնիկ նրանից ղոչաղ ինքը կնգանից ղոչաղ Երեխաներն էլ այս հողից պոկ չեն գալիս ասում են բայց երբ դեռ թորները փոքր էին գյուղի վրա կրակոցներն էլ շատ ու հաճախակի էին Վարդուշն ու Բենիկն են ստիպել նրանց հեռանալ գյուղից մինչև հիմա որդին մեղադրում է ծնողներին Մի կերպ հարցս 3 ամսական ռեխեն խտնեք էր որ առաջին անգամ բերել ենք հրավիրել ենք Երևանին Այդ քշերը սկսեցին բոմբավի տանելը սա կեսօրս մահացավ այդ ընթացքը կեսօրս տարանք քշերով վայենին տարան հողարկավորեցին Մենք էլ ուրիշի պատի վրքին կուչեկած որ խաղաղութին նգնի մեր ռեխին ապահով պահենք ասմա ռեխի բարուրը որ խտստանը ռեխի են շարժնասվա սիրտս ծակեր, որ իմ ռեխին կրակոց տակին ամեցանը։ Սահմանի գրաղին ապրում ենք պայքարելով, մեր ուժիզերով, մեր տարածքի համար, մեր ունեցվածքի համար ղիմս չենք անում։ Ասմա մերնեմ ես տենջաշ չեմ կալ, ասում ես մերնեմ տենջաշ չեմ կալ, մեր 4 պատի մեջ են պետք է մենք պայքարենք մեր տունը, մեր էլացը, մեր շելնիկը ապահովենք, պահենք։ Սահմանի բերանին կյանքը հեշտ չէ, գյուղի 450 հեկտար վարելահողը թշնամու նշանառության տակ է, անասնագողության կամ ականների պատճառով անասունների կորուստը միշտ կա ու այդպես հազար ու մի դժվարություն հաղթահարելով ապրում են։ Իրենց երեխա ժամանակ խաղաղ էր ջանդամին թե սոված ու բոբիկ էին ասում է Բենիկը։ Պատահեր որ 3-4 օր մի պատար հաչ ուտեինք քոլո շլացեինք Եսի մանտարները դե մենք անտար ունենք, վայրի հատապտուղը լեր, ես ենեմ ոնց ասած ենքան քոլերանım նի գիդեմ դուտա կաց բնյանım նելա չես գիդենալ քոլերը քաղեինք ուտեինք հենց են քոլեր ուտելուց նա որ ես ատուլ ասեին ատուլ սերեխեն ինչ գիդե են քոլերը որ մենք կերել ենք նա մեզ պելաստի հաստրել Оказывается, что են քոլերից մի տեղեր են սարկում, են տեղը միջին մենք կերել ենք, նրա համար մենք երկար ենք ապրել, իսկ մի տեղեր են ծախում, բեր մենք խմում, ոչ օգտատալի, ոչ մի բանան, են նույն հիվանդներ կանք ու կանք, ասում ուդնի, ասել են հին վաղտվա եկեղեցական պարավնին, ասում ուդին ապրում ենք, Խաղաղություն ասված խոստացվող դարաշրջանին պապը չի հավատում ավելին, վստահ է խաղաղություն երբեք չի լինելու։ Իսկ ժողովրդին սուտ խոստումներով կերակրող ղեկավարներին խորհուրդ է տալիս պատմության դասագրքերը թերթել։ Մին վայենի մարդը, որ սալդատալը, միջև վերջը պետք է վայենի սարայը, որ վայենի մինիստր տարնա, գեներալ տարնա, վայենի մաշին գաղապարները։ Պետության ղեկավար թագավորն էլ նույն բանն է, դե նա մանկուց այդ ամեն ցավոկրակով անցկացած ամեն փորձով գնացած եկած մարտելի որ կրխելա պետությանը ոնց են ղեկավարը սա չոմբախը ուսին դրած լնականից վազելով եկավ ժողովրդի կրնուսը հովանավորված վարսա լավ տղայա սա ղոչա եկավ թակավոր դրին բատե վազելով թակավոր կլի այդ նույն ծևի Լենիննա վազելով գնացել իր պոստը մնացել որ Ցարը շուտ չի նորից իրան խփե պետք է հոգի ունենա մաքուրելի ժողովրդի սիրտը իր սրտի հետ միացածելի որ նա կայուն է ղեկավարը ժողովրդի հետ հարմարվի խփե մարդը մենալա պետություն չի կարալ ղեկավարը նա միշտ կչարչարվի բան կողանա
Այ մենք այդ պետության մեջ ենք հմի։ Տատը բարկանում է, պապի քաղաքական ելույթից հանդիմանում է, թե քո ինչ գործն է ու փորձում է լռեցնել։ Մենք էլ հանգստացնում ու համոզում ենք տատին, թե պետք չի անհանգստանալ պապի խոսքի համար։ Հիմա սովետի ժամանակները չեն, հիմա ժողովրդավարություն է։ Բայց տատը անսասան է, ձեր ժողովրդավարությունը նրա համար է, որ գաք ժողովրդին խոսացնեք, նրանց միտքն իմանաք ու մի քշերը դեմ խոսացողներին գան ու բռնեն։ Այդ է ձեր ժողովրդավարությունը, էլ ավելի է գույները խտացնում ու անդրդվելի մնում տատը։ Հետո զգուշորեն պապի զրույցը տեղափոխում է անվտանգ թեմայի՝ ջահելների չամուսնանալը։ Բա լավ չէր, որ սովետի չամուսնացող տղաներից Բեսձելնի հարկ էր պահվում, անզավակության հարկ, որպեսզի բոլորն արագ ամուսնանան։ Այ եթե հիմա էլ Նիկոլը մի այդպիսի հարկ սահմանի, բոլոր անգործ բոլթատվող տղաները կամուսնանան։ Պապը կիսվում է իր մտահոգություններով, զայրանում, հուզվում, հետո էլի խաղաղվում։ Հազար ու մի գործ ունի կիսատ, որ պիտի հասցնի, թե չէ մեկ էլ տեսար տատը նորից բարկացավ, բայց գործը դեռ մի քիչ էլ կսպասի, ամենակարևորը դեռ չի ասել, իսկ ամենակարևորը էլի չամուսնացող տղաների թեման է, իր ցավը, իր մտահոգություններն ու գյուղի ապագայի իր միակ հույսերը ջահելների ամուսնության հարցը։ Հմի աշխարհը լիգնա, մենք չամակացի կարոտ էինք, հմի ամեն ինչ ուտելիք ունի, ները խիչ են ամուսնանում, ինչից են վախում։ Ախր մենակ մենք չենք, Ռուսաստանում նել են հարց խոսեման։ Մենը տղինսա, այս մի տղինսա, 4-5 հատ ամուսնացող ունեն, բայց թե ամուսնանամ չեն։ Ինչ անեն։ Որ սանի կարենք ինչ ունդիխ մի 50-60 հավնեցիլ, ընկերնի ավնեցիլ, մի 50-60 հոգի, հազիվ հմի 3-400 հոգի են հավակվում։ Մի 60-70 հոգի հավակվեցինք, հնգերտինք ունեի, մինը մի վեդրո կինի պերուց, մին նես պերուց, մենք էլ ունենք լավից վադից, թողլի մողլի գոջի մոջի դեստենարինք հավաքվեցինք էտան դեր կալիսը մոմենտ որնամ կոմակ շտանում էլի քեփարինք կողտասիրուն անցկացրինք Պապի ասելիքներն է, որ ջահելները պակաս պրատից չվախենան, ամուսնանան, ընտանիք կազմեն, թող շատ երեխաներ ունենան հրես սահմանի բերանին, երբեմն շեն գյուղը կիսադատարկ է։ Միայն այդպես կհաղթենք մեր ոսոխին։ Ճիշտ է, սահմանին են ապրում տատն ու պապը, բայց անվախ են, տան դուռը երբեք չեն կողպում, թող թշնամին տեսնի, որ բարեկամ ավանցին անվախ է ասում են։ Մենակ վրային կծմու կնեմ պարկը։ Դրնեին քնեին քարերի վերքերին որ տունկակ մենք տանիչքեն գալիս են կան դենս տապը հերուտեղ տապանեն Սասանա տղես քշերն եկել էր ես քնեմ եմ հերախոսերից քնեմ եմ նջեմ եմ սելքիր կծերին կարդալիս ալım Մեներ բերեմ ավտոն ներս քաշում տուն մտնամ պատտվում տների մեջը մենք լսում չենք երկուսել քարացել ենք արդեն բանջի Ըժեմ ցենտուն վարդուս աչքես բաց եմ արել Հուշշված եմ մտիկ եմ անում, արա սոսոտուն ես, վայ ասվաճեն, էտ ենք մենք, դուրը պաս թեց արխեին ենք համիկ, էտ ենք որ աղջկա, եկող չկան հեց, բան չկա են։ Տղան նորից գնաց, իրենք էլ նորից մենակ են, բայց մտքերով նրանց հետ։ Օրը լցնելու ձևը գտել են, երբեմն ինչպես պապն է ասում, գալուղուլ, այսինքն վեճ ու կռիվ են սարքում, հետո բարիշում ու այդպես գոնը կյանքը հետաքրքրացնում։ Երկոր իրար կշտիկեն մեն իրար չեն մորանում, բա 65 տարի մի տեղ ապրել ենք։ Ոնց կարամ ես երեսս դենի թեկեմ, հնարավոր բան չի։ Հետո իմ վերջի այս ծերության մոմենտին իմ տերը սա է։ Արա դերկուստը պրավել ենք ներվային սիստեմը մեր խճվել է, մեր ներվեր թուլացել է, հավնել որ ճվճվում է սիրտերուն ստեղանում է, արդեն թուլացել ենք էլի, մի պուչուր պանիսը նեղանում ենք, մերկ ռոպեկ են մենք խլուշկոտում, դեն մենք էլ մարդ չկա մենք ենք։ Եկա տներ ունենք, ես էլ երորդ տուննա որ ես մարդը սարքել է, մեր տները ներքևներ։ Աբեք մի տեղով գնացին, մենք մնացինք այս եկա տները մեն մենակ, վերի տունին մտնեմ խլուշկոտում եմ, մաքրում եմ, վակում եմ, ես հասակ են սարքամ, մի հատ թորը չունի մտի, որ վազե խաղան է, կան դե, իմ ինչիս ապետ կնասում եմ, խիտանջվեիր էտ կանը շենեիր։
Բենիկ պապն ու Վարդուշտատը շատ բան են տեսել, շատ բան հաղթահարել, ապրում են երազանքով, որ մի օր տան դուռը բացվի ու մանկական աղմուկը լցվի բակ։ Երբեմն նեղվում են, երբեմն ուժերն են թուլանում, բայց մեկ-մեկու թիկունք ու հենարան են դառնում, այդպես էլ ապրում։ Օրը կռիվ, օրը հաշտություն, բայց վերջում միշտ հաղթում է սերն ու համերաշխությունը ու սպասումը, որ տան շեմքին էլի կլսեն երեխաների ու թոռների ձայները։ Մերիկ Օլոլյան, Դավիթ Թամազյան, Բարեկամավանի ծանկյուն, Գումարած 3 հեռուստաընկերության համար։